Իսահակյանը հայ գրականության ամենախոշոր բանաստեղծներից է, ով իր ստեղծագործություններով խոր հետք է թողել հայ գրականության պատմության մեջ։ Իսահակյանը ոչ միայն տաղանդավոր բանաստեղծ է, այլև ազգային մտածողության ձևավորող։ Նրա գործերում կարևոր տեղ են զբաղեցնում հայրենասիրական զգացումները, ազգային ինքնության պահպանման գաղափարը, ինչպես նաև մարդուն հուզող համամարտկային հարցերը, բարու և չարի պայքարը, սիրո և հավատարմության արժեքը, ինչպես նաև մարդու փոխհարաբերությունը կյանքի իմաստի հանդեպ։ Ծիծաղում բաներ, ում փողը որ կերել է, նրանց շատերից ամենօր ուտելիք ու խմելիք կստանալ։ Այդ բանի վրա ինքը կսել, թե ես նոր նահապետի պարտապանն եմ։ Ասել է, թե ջրհեղեղի ժամանակ տապանը ջրերի վրա, երկրորդ տապանը ջրերի վրա, մեկ մարդ լող է տալիս տպա տապանն ու գոռում. Նոյ ջան, ճոպանը գցե, տապանը դիերնեմ, միտքդ չէ, որ դու եղջ ունեիր, քեզի միտիկ եղբեր։ Նոյ նահապետը չլսելու տվավ ու մեկի մեջ ասավ. Ազատեմ, հետև պիտի կանգնի եղը պանանջել, թող ջրի տակ անցնի։ Մեկ ուրիշ մարդ մոտեցավ, թե նոյ, ազատի ինձի, դու լավ մարդ ես, էն տարին ալյուր չունեի, մեկ ջուբար ալյուր փող տվի։ Նոյ նահապետը տղոցը, թե ազատեցեք խեղճը, ու մտքի մեջ ասավ, որ խեղճվի, ալյուրս պիտի կորի, ազատեմ, կիելնի կաշխատի, պարտքը կուտա, հիմի էլ եսին պարտապ։ Օրինակ Բաթու աղեն, լավ կճանչնայի, ենքան ակահ էր, էդքան էլ կծի էր, աշխարհքը իրեն տայիր, մեկ երրի աչքը մրջունի տարած, մեկ կարի հատիկի վրա կլներ, ակահ մարդու փորը կրնակ ուշ տնի, բայց աչքը միշտ անոցի կլներ։ Էս մարդը բանեն չէր ուտում, մի ադար կդիզեր ու կդիզեր, տղասավակ էլ չուներ, դիզածը մնաց պեսաներին, այդպես է աշխարհքիս բանը, ակահ մարդու վիզը ոչին է կուտել, իսկ փողը ուրիշը։ Մարդը գնացական է, ամփոփեց իր մտքերը Օհանամին, իսկ նրա գործը մնացական, ասել է ինքն մնացական։ Այ օրինակ այս շաքարը գցեցիր չայի մեջ, հալավ կորավ, բայց չայն անուշցավ։ Այնպես էլ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարհը կանուշցնի։ Թե չէ առանց բարի մարդու այս աշխարհը շատ դառն է, օծի լեղի։ Մեկ խնդրանք ունի, քանի ողջ է, հոտ ու ձեռով ունեմ, գետնին գերի չլինի, աշխատեմ ու այստեղ ջաղացից դուրը նստած ամեն օր բարի ուրախ լուրեր լսեմ աշխարհքից 4 տիերից, ամեն կողմից, էլ ուրիշ բան չեմ ուզի։ Օհանամու միայնությունը մեռնում էր նաև նրա քրոջ որդի, մանկուց որհացած խելար Մոխոն։ Մոխոն այնքան ուրախասիրտ է, դարձավ Օհանամին ինչ, գիտես, թե ոչ բարավանալ կա, ոչ մեռնել։ Աշխարհքը իրեն գործախեց մեկ կոպեկի չի արնի, ամենեն հարուստ մարդն է, ինչու որ ամենեն գող ու կուշտ մարդն է, ամեն բանի հաղթել է։ Ոնցիկ մեզ տպավորիչ կերպար է հասկանում, Օհանամու համար ամենասրտամոտ և հարազատ արարած ամբողջ աշխարհում։ Նրանք նույնիսկ միասին սեղան էին նստում, և մի վայրկյան չէին բաժանվում նրանից, իսկ երբ հանկարծ մի բան իրար չէին տեսնում, կատաղած որոնում էին միմյանց։ Մի օր եղբորս երեխաները Ասլանի բռնել էին դաշտում, բերել մեր տուն և փակել մի սենյակում, առաջը արագ միս էին դրել, որպեսզի այդ ձևով սովորեցնեին մեր տան վրա։ Բայց այդ երկու օրերի ընթացքում Ասլանը գրեթե ոչինչ չէր կերել, անընդհատ ոռնացել էր, մինչև որ մայրս արձակել էր նրան։ Եվ Ասլանը իսկույն խելագորույս ստացել էր Օհանամու մոտ։ Էս մոտ արարած չէ, էս կնիկ արմատ չէ, էս շուն է, հավատարմություն։ Մարդու բնույթը իսկի չի կներասկանալ շահմունքը։ Մարդը սուտ է, հավատարմությունը մարդու համար անհասկանալի բան է, ամուսնոց ասում էր Օհանամու։ Ասլանի անմնացորդ հավատարմությունը, Օհանամու անստասան սկզբունքայնությունը, անկեղծությունը, հոգևոր արժեքները, այն արժեքներն են, որոնք Իսահակյանը բարձր էր գնահատում մարդու մեջ, և նրա ստեղծագործական աշխարհը կառուցված է հենց այդ արժեքների վրա, նրա հերոսները ապրում են անկեղծ, պարզ ու ազնիվ կյանքով, և չեն դառնում ժամանակի և հասարակական փոփոխությունների զոհ։ Ինչպես ասել է Իսահակյանը, մարդ պետք է ապրի այնպես, որ թողնի երկու անուն, մեկը տանելու, մյուսը թողնելու։ Այսօր ևս մեկ անգամ համոզվեցինք, որ նա ապրեց և մնաց որպես լեգենդ, ժողովրդի սիրով ջերմացված և սերունդների կողմից մեծարգացի։ Նրա կերպարն ու խոսքը շարունակվում են ապրել ժամանակի հոսքում, դառնալով արժեհամակարգ, որից սերունդները դեռ շատ են սնվելու։ Հիմա կդիտենք Իսահակյանի այդ ոճը։ Երբ հարուստներն ու պաշտոնյաները կաշառքով իրենց ճշմարտությունն էին կառուցում, ես իմ ճշմարտությունը պաշտպանում էի ձեռքի ուժով և խոսքի արժանապատվությամբ։ Երբ ինձ բանտարկեցին, սառն ու խավար պատերի մեջ հասկացա, որ ազատությունը մարդու ներսում է։ Այն չի կորչում, եթե հոգին մնում է մաքուր և անկաշառ։ Բանտում համոզվեցի, հարաբերություններն ու արժեքները փողով չեն գնվում,
Կանաչ դաշտի պարսովի հոլիկը շահի ոսկի քյոշքից լավ է, քրտինքովդ կերած հացը սուլթանների ճաշից լավ է։ Հիշիր, վաստակածդ փողը քոնը չէ, որովհետև ուրիշը կարող է գողանալ, բայց ինչ որ սովորեցիր քոնն է։ Իմ շուն Ասլանը, որ միշտ ինձ հետ էր, սովորեցրեց ինձ, որ հավատարմությունն ու անկեղծությունը կյանքի բարձրագույն արժեքներ են։ Մարդիկ հաճախ մոռանում են ոչ թե պատիժ։ Ամեն անհաջողությունից հետո մի կարևոր բան սովորում ես, ամեն կորստից հետո գիտակցում ես նորի արժեքը, երբ կորցնում ես, մի հուսահատվիր, որովհետև հենց այդ պահին ուժեղանում ես, սովորիր համբերել, համբերությունը մի քար է, որի վրա կարելի է կանգնել նույնիսկ ամենախոր գետում։ Իմ ջրաղացի աղմուկը վաղուց լռել է, բայց ես գիտեմ, այնտեղ պտտվում է ձեր հիշողության մեջ, որովհետև ջուրը չի կանգնում, ինչպես և ժամանակը։ Դուք ապրում եք ապագայում, բայց ձեր արմատները անցյալում են։ Մի կտրեք այդ արմատները, առանց դրանց մարդը դատարկ ծառ է, առանց պտղի, առանց ստվերի։ Հիշիր սիրելիս, մարդու արժեքը չափվում է ոչ թե նյութականով, այլ այն հույսով, որ տալիս է ուրիշներին։ Երբեմն մի բառը, մի ժպիտը կամ մի ձեռքի հպումը կարող են փոխել ուրիշի օրն ու ճակատագիրը։ Մի եղեք կույր մարդկանց հանդեպ, թող ձեր սրտում միշտ լինի մի կաթիլ բարիքի համար։ Ես հավատում եմ, դուք կարող եք կառուցել ձեր սեփական ջրաղացը, լինի դա տուն, գործ, ընկերություն, թե ստեղծագործություն։ Կարևորը դրեք այնտեղ ձեր հոգին, թող այն պտտվի սիրով, ոչ թե պարտադրանքով։ Հիշիր պատգամս, մարդը գնացական է, նրա լավ գործը մնացական, սիրով Օհան Անի։